եկեղեցին ունի իր կանոնակարգը եւ այդ կանոնակարգը սրբագործված է դարերի ընթացքում եւ այդ կանոնակարգի համաձայն այլևս Հովանավանի եկեղեցում պատարագ անել չի կարելի, մինչեւ նոր օծում չլինի Էջմիածնի հայտարարությամբ կամ հովանավորությամբ։ Եվ այդ պարագայում ակնհայտ է, որ այնտեղ կարելի դա համարել, ասենք թե մարդկանց հավաք կամ ասենք թե կուսակցական ժողով, բայց ոչ երբեք սուրբ եւ անմահ պատարագ։ Եվ այդ տեսակետից ես կարծում եմ նաեւ մեր եկեղեցու խոսքն էր պատճառը, որ ինչպես ես այսօր այստեղ տեղեկացա լրատվական կայքերից բավականին քիչ մարդ էր հավաքվել։ Ու դա ինձ իսկապես ուրախացնում է, որովհետև մարդիկ հասկանում են, որ քաղաքական գործընթացները դուրս են եկել մեր իշխանության ձեռամբ, իրենց բնական տիրույթից եւ մտել են նաեւ եկեղեցու տիրույթի, իսկ պատճառը մեկն է, որպեսզի հերթական համապետական հզոր հիմնասյունը վերացնեն։ Հիմնասյուն, որոնց վրա տարիներ շարունակ 30 տարի շարունակ կայացնում էր պետությունը եւ գալով 18 թվականին իրենք սկսեցին այդ հիմնասյունները խարխլել։ Բազմաթիվ հիմնասյուններ են խարխլել եւ վերջում արդեն իրենք ձեռքը մեկնում են նաեւ եկեղեցուն։ Ես կարծում եմ, որ դա իրենց չի հաջողվի եւ այն զարգացումները, որ հիմա գնում են եւ Մարտաճարում եւ Օհանավանքում, ես կարծում եմ դրա վառ ապացույցն է։